Արմ դետեկտիվի, լսում եմ։ Ես Արթուր Դավթյանն եմ։ Կարող եք անդրադառնալ Անելիս Միշելի պատմությանը։ Այո, հենց հիմա։ Անելիս Միշելի իրական պատմությունը։ Այնինչ հենց նոր տեսակ, դիվահանության իրական հատված է։ Անին, ինչպես նրան անվանում էին հարազատները, մեծացել է կաթոլիկ ընտանիքում, ստանալով կրոնական խիստ դաստիարակություն, հատկապես մոր, Աննայի կողմից։ Մայրը հավատում էր, որ մեղքերից քավվելու միակ ճանապարհը տառապանքն է, և մոլուցք ուներ թույլ չտալու, որ իր երեխաները կրկնեն իր երիտասարդության սխալները։ Նա ապրել էր իր սեփական դժոխքը, ամուսնությունից դուրս դուստր ունենալուց հետո, որը մահացել էր մի քանի տարի անց։ Ընտանիքում այնպիսի ճնշում էր, որ հարսանիքի օրը նրան պարտադրել էին սև քող կրել, քանի որ նրան այլևս մաքուր չէին համարում։ Մի բան, որի հետ նա ստիպված էր ապրել ողջ կյանքում։ Նրա հայրը՝ Ժոզեֆը, նույնպես ապրել էր իր տանջանքները, մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմին, որտեղ տեսել էր իր մարտական ընկերների մահը, իսկ վերջում դարձել էր ռազմագերի։ Սա նրա մոտ ձևավորել էր սառը և օտարացած անհատականություն, և ենթադրվում է, որ նա տառապում էր չբուժված հետտրավմատիկ սթրեսային խանգարումից, պատերազմի իր փորձառության պատճառով։ Աննին, լինելով ընտանիքի ավագ երեխան, միշտ համարվել էր քնքուշ, խելացի և ծնողների պես խորապես կաթոլիկ։ Բացի այդ, նա ցանկանում էր դառնալ մանկավարժ, քանի որ սիրում էր երեխաներին։ Նա երազում էր սովորել համալսարանում և ֆինանսապես օգնել ծնողներին, որոնք այդ ժամանակ զբաղվում էին ընտանեկան անասնապահական բիզնեսով։ Սակայն, ինչպես հաճախ լսում ենք նման դեպքերում, կյանքը վարդերի պարտեզ չէ։ Քանի որ նույնպես, ինչպես իր ծնողները, Աննին ապրեց իր սեփական դժոխքը։ 16 տարեկանում սովորական մի դպրոցական օր աղջիկը սկսեց շփոթված քայլել, ապա կորցրեց գիտակցությունը և ուշաթափվեց։ Հարազատները հայտնեցին, որ ուշաթափվելուց հետո նա կարծես տրանսի մեջ լիներ, սակայն ինքը Աննին երբեք չէր հիշում այդ վիճակը։ Անելիզն ասաց, որ ինքը պարզապես շատ հոգնած էր։ Սակայն մի քանի օր անց իրավիճակը չփոխվեց։ Նա կրկին ուշաթափվեց, այս անգամ ցնցումներով։ Երկրորդ դեպքից հետո ընտանիքը դիմեց նյարդաբանի։ Մասնագետը համապատասխան հետազոտությունից հետո ախտորոշեց քունքային էպիլեպսիա, խանգարում, որն առաջացնում է ցնցումներ և հիշողության կորուստ։ Այն հաճախ ուղեկցվում է տարօրինակ զգացողություններով, ինչպիսիք են էյֆորիան, սատանայական տեսիլքները կամ վախերը։ Աղջկա մոտ ախտորոշումը դրվել էր 1969 թվականին 17 տարեկանում։ Ախտորոշումից հետո Անելիզը սկսեց էպիլեպսիայի բուժումը և 1973 թվականին ընդունվեց Վյուրցբուրգի համալսարան, սակայն դեղորայքը չօգնեց, և տարվա ընթացքում նրա վիճակը սկսեց վատթարանալ։ Աղջիկը դիմեց բազմաթիվ բժիշկների, ընդունեց տարբեր դեղեր, նույնիսկ գտնվում էր քաղաքի հոգեբուժարանում, սակայն դա նույնպես արդյունք չտվեց։ Ընդհակառակը, շուտով նա խորը դեպրեսիայի մեջ ընկավ, չհասկանալով, թե ինչ է կատարվում իր հետ, և չկարողանալով շարունակել ուսումը մանկավարժության ֆակուլտետում։ Տուն վերադառնալուց հետո իրավիճակը վատթարացավ։ Նա չէր հանդուրժում կրոնի հետ կապված որևէ բան։ Ավելին, նա սկսեց հալյուցինացիաներ ունենալ և ձայներ լսել, որոնք հրամայում էին ինքնասպան լինել։ Դա կոչվում է դիվահարություն։ Այսքան տանջանքն ու անհանգստությունը հանգեցրին նրան, որ Անելիզը կորցրեց ախորժակը։ Շաբաթների ընթացքում նա մեծ քաշ կորցրեց։ Իսկ կարծես դա բավարար չլիներ, նա ընդունակ էր օրեր շարունակ անդադար ճչալու,
Անգամ եղել են դեպքեր, երբ տեսել են, թե ինչպես է նա խմում իր սեփական մեզը եւ ուտում միջատներ։ Այդ քաղցր, բարի եւ սիրալիր աղջիկը կամաց-կամաց դառնում էր ուրիշ մարդ։ Այսպիսի դիվայն արտահայտման օրինակ կա նաեւ Աստվածաշնչում։ Ահա մի օրինակ. շատ անգամ էին նրան ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց նա շղթաները կոտրել էր, ոտնակապերը փշրել։ Ոչ ոք չէր կարողանում նրան զսպել։ Եվ գիշեր ու ցերեկ շարունակ նա գերեզմանոցում եւ սարերում աղաղակում էր ու ինքն իրեն քարերով ծեծում։ Ruhe gibt's nur dort, wo die Liebe ist. Ja, bei uns gibt's nur Hass. Ja, Und wo nur Hass ist, da gibt's keine Ruhe. nein. Und für uns gibt's nie Ruhe. Nie. Weil Ewigkeit. Այսպիսով Անելիզը ծնողների հետ ամենօրյա կրոնական խաղերի մեջ էր։ Նրանք ստիպում էին աղոթել աղջկան ցերեկ ու գիշեր, քավել մեղքերը եւ առանց հանգստի կարդալ Սուրբ Գիրքը, բայց դա էլ ոչ մի ազդեցություն չունեցավ նրա վրա։ Հուսահատված ծնողները օգնություն խնդրեցին Վյուրցբուրգի եկեղեցուց էկզորցիզմ իրականացնելու համար, սակայն խնդրանքը մերժվեց, քանի որ Անելիզը չէր բավարարում այն 3 պահանջներին, որոնք եկեղեցին դնում է նման գործողությունների համար։ Իմ ուսումնասիրությունների համաձայն կաթոլիկ եկեղեցին էկզորցիզմի համար պահանջում է 3 պայման, որպիսի եպիսկոպոսը ճանաչի դիվահարությունը։ Առաջինը, անձը պետք է դրսևորի հակակրանք կրոնական առարկաների հանդեպ, ինչպես նաև պետք է գործի սրբապղծություն։ Երկրորդը, դա գերմարդկային ուժն է, նա պետք է ունենա գերմարդկային ուժ, իսկ երրորդ կետը քսենգլոսիան է, անծանոթ, օտար եւ լիովին անհայտ լեզվով խոսելու կամ գրելու ունակությունը։ Այդ ժամանակ աղջիկը դրսևորում էր միայն մեկը։ Եկեղեցին խորհուրդ տվեց ծնողներին շարունակել դեղորայքային բուժումը։ Ծնողները հուսալքված վերադարձան տուն եւ հայտնեցին դստերը եպիսկոպոսի մերժման մասին, ինչը նա նույնպես ծանր տարավ։ Հաջորդ շաբաթների ընթացքում դեպքը դարձավ ավելի մռայլ, եւ աղջկա մոտ ի հայտ եկան նոր ախտանիշներ։ Նա սկսեց սատանայի դեմքը տեսնել, ուր էլ որ գնար։ Նա նաև ասում էր, որ լսում է իր ականջների շշնջացող դևերի, որոնք աղոթելիս ասում էին, որ նա անիծված է կամ որ կայրվի դժոխքում։ Նրա եւ ծնողների եզրակացությունը հետեւյալն էր. նա հաստատապես տիրապետված է դևի կողմից։ Այդ պատճառով ծնողները եւս 2 անգամ դիմեցին եկեղեցուն։ Մինչև 1975 թվականին եպիսկոպոսը համաձայնեց էկզորցիզմ իրականացնել։ Հայր Արնոլդ Ռենցը եւ հովիվ Հերշհոլթը ստանձնեցին ծեսը, որը գալիս էր 16-րդ դարից։ Այստեղ մենք պետք է մի փոքր շեղում կատարենք խոսելու հոգեբանության մասին։ Անելիզը եւ նրա քույր եղբայրները մեծացել էին կրոնական խիստ միջավայրում եւ պետք է ենթարկվեին կրոնական նորմերին։ Ծնողները վերահսկում էին, ինչպես են հագնվում, ինչ կարող են կարդալ եւ ինչի մասին չեն կարող խոսել։ Իսկապես, կրոնական ֆանատիզմ, որը մարդու մոտ ծանր վարքային խեղաթյուրումներ է առաջացնում։ Ըստ հոգեբուժական զեկույցների, որոնք գտել եմ այն կենտրոնից, որտեղ նա գտնվում էր, աղջիկը երբեք չի հիշատակել այդ ախտանիշները, որոնցից արդեն տառապում են հիվանդները։ Փոխարենը նա ունեցել է ապագա շիզոֆրենիայի նախանշաններ։ Մի բան, որի մասին կասկածում էին հոգեբուժարան ընդունվելուց ի վեր։ Ծնողները տեղեկացված էին շիզոֆրենիայի ախտորոշման մասին, սակայն խանգարումն այն ժամանակ շատ էր կապվում հոգևոր թեմաների հետ։ Ձայների, տեսողական հալյուցինացիաների եւ այլնի պատճառով։ Ըստ հոգեբանների, նա դիվահարված չի եղել, եւ բացի այդ, հոգեբանները չեն հավատում դիվահարությանը։ Նրանք ասում են, որ դա աղջկան ներշնչել են ծնողները, բայց եկեք չմոռանանք, որ ամեն բան սկսվեց աղջկա հանկարծակի ուշագնացությունից եւ տրանսի մեջ հայտնվելուց հետո, որը հենց դիվահարության ախտանիշ է, եւ հաշվի առնենք այն, որ դևերը սկսեցին խոսել աղջկա միջոցով, որի ձայնագրությունները օգտագործվեցին հետագա ֆիլմերում։
Այսպիսով, քահանաները սկսեցին շաբաթական 2 սեսիա, որոնք տևում էին մինչև 4 ժամ։ Դրանք շարունակվեցին 9 ամիս, եւ այդ ընթացքում նրանք կարողացան բացահայտել 6 դևի, որոնք բնակվում էին աղջկա մարմնում։ Սեսիաների ընթացքում Աննին ձեռք էր բերում գերբնական ուժ, որը պահանջում էր, որ նրան պահեն 3 տղամարդ կամ շղթայեն պատին։ Նաև վերջում աղջիկը հրաժարվում էր ուտել, ինչն ավելի էր վատթարացնում նրա վիճակը։ Անգամ սեսիաներից մեկում նա կոտրեց իր ոտքերը 600 խոնարհումների պատճառով, որոնք կատարում էր մոլուցքով։ Տասնյակ ֆիլմեր պահում են ծեսերի ավելի քան 42 ժամանոց ձայնագրություններ, ինչպես նաև Անիի հետ կատարված բոլոր զրույցները։ Էկզորցիզմի ծեսերի ընթացքում, որոնք տևեցին մոտ 9 ամիս, 1975-ից 1976 թվականներին, Անելիզի ֆիզիկական եւ հոգեվոր վիճակը ծայրահեղ վատթարացի եղել են։ Մամ, ես վախենում եմ։ Անելիզի մահից հետո գերմանական իշխանությունները հետաքննություն սկսեցին։ Նրա ծնողները եւ ծես իրականացրած երկու քահանաները Արնոլդ Ռենցը եւ Հերշ Հոլթը մեղադրվեցին անփութության հետևանքով սպանության մեջ։ Դատարանը նրանց մեղավոր ճանաչեց անփութության մեջ յուրաքրժշկական բուժման։ Ծնողները մինչև կյանքի վերջ պնդում էին, որ իրենք ճիշտ են վարվել եւ որ իրենց դուստրը իսկապես եղել է դիվահար։ Die müssen in eigenen Seminaren ausgebildet werden, die dürfen nicht auf die anderen Universitäten. Kapiert? Klar. Wer sonst noch etwas zu sagen? Weil der Teufel größere Macht. Անելիզ Միշելի դեպքը մեծ ազդեցություն ունեցավ կաթոլիկ եկեղեցու վրա։ Տարիներ անց 1999 թվականին Վատիկանը առաջին անգամ 16-րդ դարից ի վեր թարմացրեց էկզորցիզմի արարողակարգը։ Նոր կանոնները պահանջում են, որ նախքան ծեսը թույլատրելը անձը պետք է ենթարկվի պարտադիր մանրակրկիտ բժշկական եւ հոգեբուժական հետազոտության, բացառելու համար հոգեկան հիվանդությունների առկայությունը։ Այս դեպքը մինչ օրս մնում է հոգեբանության, կրոնի եւ բժշկության սահմանագծին գտնվող ամենավիճահարույց պատմություններից մեկը, որը հիմք է ծառայել նաեւ հանրահայտ Էմիլի Ռոզի «Էկզորցիզմը» ֆիլմի համար։ Բայց կան շատ բայցեր, որոնց բացատրությունը չկարողացան տալ։ Նախ բժիշկները ինչքան էլ պնդեն, որ դա հոգեկան շեղում էր, չեն կարող հերքել այն ձայնագրությունների տարօրինակությունները, որոնք արդեն տեսակ։ Իսկ ինչը վերաբերում է կաթոլիկ եկեղեցուն, նրանք չեն փայլում էկզորցիզմ կոչված ծեսերի հաջողություններով, եւ այդ ամենի հետևանքով կան շատ պատմություններ, որոնք հանգեցրել են մահվան։ Եվ եթե խոսում ենք դևերի մասին, չեն կարող չխոսել Աստվածաշնչի մասին։ Նախ, ըստ Աստվածաշնչի, դևերին հանելը չի տևում ամիսներ, այլ ընդամենը մի քանի վայրկյան։ Հիսուսն էլ իր աշակերտներն էլ դևերին հանել են պարզապես հրամայելով, որ նրանք դուրս գան, առանց ինչ-որ հատուկ ծեսերի եւ աղոթքների, եւ դևերը հեռացել են։ Իսկ կաթոլիկների էկզորցիզմից երևում է, որ դևերը չեն ենթարկվում նրանց եւ տանջամահ են անում իրենց զոհին։ Դևերին կարող են հանել միայն նրանք, ովքեր ապրում են ըստ Աստվածաշնչի։ Հետագայում ավելի խորը կխոսենք դիվահարության մասին եւ դրա ախտանիշների։ Մի շատ լավ ֆիլմ հիշեցի Նեֆարիուս անունով, որտեղ բացատրվում է, թե ինչպես է գործում դիվային աշխարհը։ Եթե չեք դիտել, անպայման դիտեք։ Ֆիլմի հղումը կթողնեմ մեկնաբանություններում։ Եվ չմոռանաք դուք էլ գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Դուք արդեն տեսել եք դիվահարված մարդկանց, թե ոչ։ Եվ ընդհանրապես հավատում եք նման բաների։ Ձեզ հետ Arm Detective-ին էր։ Մինչ նոր հետաքրքիր հոլովակ։